Այսօր հետաքրքիր թեմա եմ բացելու, փաստաթուղթ եմ էլի հրապարակելու, որը շատ կարևոր փաստաթուղթ է ու բացահայտում է սրանց բոլորի իրական պատկերը։ Ժամանակին պորնոյի, սրբազան կոչված պորնիկին, չնայած դա մենակ ինքը չի, իր ամբողջ թիմակիցով է, Փաշօղլի, Խերժո, Ռաուֆ, Քոր ու իրանց համակարգ կոչվածներով հանդերձ։ Նենց որ սա մի ամց չի լի, որ դրա շուրջ էլ մենակ ինչ-որ հարիվ ժողովուրդն է համախմբվում։ Դες բան չկա։ Հիմա այս պորնիկի վաստակը, որ եկել է մեջտեղ խաղում, ավեշուտ բերել են խաղարկում են, թող խաղա ոչինչ, խնդիր չկա։ Բայց աստիճանաբար այսօր ես էլի կբացեմ հիմնավորումները, առայն որ սա արդեն իսկ ժամանակի ընթացքում պատրաստված, ոնց որ ասած պատրաստման այլևս ոնց որ ասած կարիք չուներ, պարզապես մտցրել են խաղի մեջ Ռաուֆը, Խերժոն, Փաշօղլին ու իրենց համակարգ կոչված պոռնիկները, նաև դրսի պապաներով, որի մասին նաև այս տեր կոչված է այդ դիժվածքը հրապարակավ ասում է, որ իրեն պարգևատրել են թե Ռուսաստանից և թե նաև Անգլիա կոչվածից։ Հիմա մի րոպե սկսենք փաստերով խոսելը։ Հիմա շատերը ստեղ առաքելական եկեղեցու սրբազան կոչված այդ պոռնիկը էլի։ Բայց հիմա այսա փաստերով ներկայացնեմ, որ այդ սրբազան կոչվածը ձեր գիտակցությամբ պոռնիկի ծնունդ է։ Եվ այդ պոռնիկի ծնունդը ըստ լրատվական հիմնավորումների, նաև տեսագրությունների, փաստացի նաև շփվում է մորմոնների հետ, այսինքն կապեր ունի այդ ջհուդամասոնական օթյակի, բնականաբար այդ առաքելական եկեղեցին էլ է հանդիսանում մասոնական օթյակի դուստր կառույցներից մեկը, որի նաև 32 աստիճանի մասոնությունը ունի Գարեգին B կոչված պոռնիկի ծնունդը։ Հիմա անցնենք փաստերի նկարագրական հատվածին էլի և դրա իրական պատկերը բացելու, բացահայտելու ու հետո անցնենք փաստաթղթային էլի արգումենտացիային, որի վերաբերյալ պատրաստել են փաստաթղթեր, պետական դավաճանությունը ամրագրող, հիմնավորող, բոլոր փաստերով, մի րոպե։ Ինձ համար կարևոր չէ այդ փաստերը ովքեր են բացում, Պողոսնա, Պետրոսնա, Նիկողոսնա, խնդիրը դրանում չի, խնդիրը կայանում է նրանում, որ այդ փաստերը առկա են և ձեզ հիմա մատուցեմ, ձեր սրբազան կոչված պոռնիկին, որը հանդիսանում է Ռաուֆի ջեբիշունը, Խերժոյի ջեբիշունը, Փաշօղլու և Քորի ջեբիշունը և նրանց տերերի։ Որը սատանիստները վերանան մեր երկրից։ Խոսացեք, ինչ եք սենց գեղեցիկ ձևով ճանապարհեցիք։ Մարդ մակրվեք, դուք որպես հայ առաքելական եկեղեցու հոգևոր բան ասեցիք։ Ինչ եք սպանեք, ասեք, որ իրենք սատանիստ են մարմոնները։ Ասեցիք։ Ինչ հանդարտվեն սատանիստները հայերին ոչնչացնում են հանդարտվեն, ձեր կերած։ Միան սատանիստեր դուք եք ձեր նկարը դրել եմ։ Դուք գիտեք ինչ գործ ունեք դուք ես կլուբի մեջ։ Ժողովուրդ ջան նայեք։ Չէ։ Ես չգիտեմ ինչ խմբագրություն, այստեղ գիտեմ, որ իրիկունները սատանիստերն են հավաքում։ Շատ լավ տարելի է։ Նայեք ուր մտավ։ Հա, նայեք։ Зачем это не общественное заведение? За общественное заведение я имею право фотографировать. Вот. Я хочу посмотреть, что у вас здесь.
այստեղով են։ Ասում է թող գնա։ Այս ինչ կապ ունի քրիստոնեության հետ։ Բագրատ Սրբազանը մտավ ստեղ։ Բագրատ Սրբազանը մտավ ստեղ, մարմոններին է շատ խաղաղ։ Заведение, я имею русского виду. Нет, это временно. Значит, временно. А вы что, временно тут работаете? Нет, у нас много барменов. Вот покажите мне армянское меню. Меню на армянском языке. А вы граждан какой страны? Россия. России, здесь имеете Вы на бизнес? русском это говорили, когда я пиво просила. Вы здесь работаете? Здесь вы это говорите. Вы здесь работаете, да, хорошо, понятно. А вы кто? Я не буду говорить. Вы не будете говорить. Вы гость, так. Ага, вот. Паркев Сарпазан куда ходит? К сатанистам. Здесь каждый вечер собираются сатанисты. Я хочу меню на армянском языке. Вы на территории Армении. Посмотрите, Паркер Բագրատ Սրբազանը ժողովուրդյան եկաբուր մտավ, մարմոններին է, հլը նայեք։ Что вы поняли? Что вы поняли? Приехали здесь с России, еврейство поганое, уничтожает человечество. Вот, посмотрите, Жанна, иди сюда, на этот глаз посмотри. Բագրատ Սրբազանը նոր դուք տեսակ ժողովուրդ ջան, մարմոնների խաղաղության բաց թողեց գնացին, Մագդայի ձեռից եկավ մտավ հոգևոր լինելով, բավար ասում եմ թուրք ու ջվուդը մտել են մեր հայ առաքելական եկեղեցու մեջ։ Հələ նայեք, Ժանա, իդի սյուդա, Ժանա, иди сюда, посмотри, что я нашла. Посмотрите. Էսիո բաչիկիդե, տեսնենք էսիո, հլնայ է, Բագրատ Սրբազանն ուր է գալիս։ Ժանա, иди сюда. Հլնայ է, это что? Русско-армянский. А ну посмотри сюда на рога. На сюда посмотри. Сюда посмотри. Посмотрите. Вот, Багдад Сарпазан где гуляет. Մարմոններին բռնցրի, տեսակ ժողովուրդը, евреи приехали сюда, иудаисты, сатанисты, якобы беженцы России, айтишники, русских и армян, украинцев на Донбассе уничтожают, творят геноцид, а здесь смотрите, кто здесь, обосновались. Посмотрите, российские якобы беженцы. Вот, посмотрите, сатанинские лица, сатанинский глаз, вот. Посмотрите, какого черта у православных русских должен быть здесь глаз на черном фоне? Все, пошли, Жанна, все, что нужно, мы сделаем. Լավ, հիմա Они смеются. Հիմա տեսեք, մտելա այն կլուբը, որտեղ գյոթիկներն են, քթից ոչմ կալսոներ կախած, ագանջներից կալսոներ կախած, մտել են գյոթիկ կլուբ։ Հիմա առաքելական եկեղեցու ձեր գիտակցության մեջ Սրբազանը, որը փաստացի ձեզ համար սրբություն է, Սրբազան է, որի ոտն եք պաչում, մի ձեռն եք պաչում, թե ուրիշ տեղն եք պաչում, դա էլ ձեր խնդիրն է։ Ու այն հատվածը, որ սրա ոռը բռնած մանա գալի, սրան ողջունում է եւ այլն, այդ բոլոր այդ պոռնիկները սկսած Ռաուֆից, Խերժոյից, Փաշօղլուց եւ այլն, սրանք բոլորն էլ պոռնկած ծնունդներ են։ Ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, որը ըստ էության
պիտի որ պայքարի սատանիստների դեմ, հա, ինքն է դրանց հետ շփվում, ինքն է դրանց հետ հարաբերվում, ինքն է իրանց կլուբները մտնում, հարց է առաջանում։ Ինչի է մտնում։ Եթե ինքը առաքելական եկեղեցու ներկայացուցիչը եւ առաքելական եկեղեցին որևիցե սատանայական կոչված երևույթների հետ որևիցե առնչություն չունի, այդ դեպքում հարց է առաջանում, բայց ինչի է մտնում դրանց կլուբները, գիշերային կլուբները, ոնց որ ասած հոմոսեքսուալիստներին, այնտեղ պոռնիկների հետ հարաբերվելու, բարև տալու եւ բարևը առնելու, հարց է առաջանում, չէ՞։ Հա։ Բայց ես ուզում եմ ասնեմ նաև ուրիշ հատվածների, որի վերաբերյալ նաև Ռաուֆը խոսել է, որ նախկինում խոսելով այս պոռնիկի մասին, այսինքն առաքելական եկեղեցի կոչված պոռնկացիների ներկայացուցիչների մասին, մտածել է, որ ներգրավի այդ հլա այստեղ քիթը նայեք։ Սրա նայեք, ահա, նայեք, այս է։ Նայեք։ Нет, мы показываем, от кого надо Армению очищать, гад поганый. Все, пошли. Հիմա, եթե այդ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ կոչված երևույթները, եթե նույն գյոթերը չեն, եթե նույն պիդրները չեն, հարց է առաջանում։ Այս գյոթերի հետ, այդ մորմոնների հետ, սատանիստների հետ ինչի են առնչվում, հա? Ինչի են շփվում։ Դեք հասարակ պարզ հարցեր եմ տալի։ Հիմա արեք այդ հարցերի լուծումը, վերլուծությունը, քննարկումը դնենք համատեղ եւ ինքներս ստանանք դրա պատասխանները։ Հարց է առաջանում։ Ինչու։ Միրոպե։ Ինչ որտեղ կամուրջներ փնտրել եւ փորձել միավորել մեր ազգին։ Լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կդնել։ Հենց այս օրհասական պահին նման տեխնացիոն կլիներ լավագույնը։ Իմ համոզմամբ։ Մարդը պետք որը կարողանա ինչ որտեղ կամուրջներ փնտրել եւ փորձել միավորել մեր ազգին։ Լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կդնել։ Հիմա անցնենք այս պոռնիկին։ Հիշում եք, չէ, ժամանակին էլ քորն էր, ասում, այն ավելի վրա հեծած, Արարատից գգակ հասնի Փաշօղլու մասին, էլի։ Եվ հաստատի իրականություն դարձավ։ Այսօր այդ իրականությունը փոխանցվել է Փաշօղլի նոմեր 2-ն, փոխանցվել է այս պոռնկացանոնդին, այս սուրբ կոչված վիժվացքի։ Բայց հիմա անցնենք եւս այլ թեմաների։ Մի րոպե։ 2022 թվականից դեռևս ներկայացվում է։ Հիմա մեկ այլ լուսանկար, որտեղ այդ սրբազան կոչված պոռնիկը, լեդի, որտեղ այդ սրբազան կոչված պոռնիկը, սուսլա, սրբազան կոչված պոռնիկը շփվում է այն տիկոյի, արձաքանչյան կոչված տիկոյի, կնիկ կոչվածի հետ, որը ջհուդկա է, որը եկել էր էլի խաղեր էր տալի, հիշում եք երևի, քաղաքապետարանի ձայները հավաքեց, տվեց այն Ավինյան կոչված պոռնոյին, երևի չեք մոռացել, անցնենք առաջ, բայց կարևոր խնդրո առարկաներին ենք ուզում անդրադարձ կատարենք, մի րոպե, Փաշինյանի հրաժարականի պահանջ սրբազան։ Այս պահին որևէ այդպիսի պահանջ չկա ձևավորած։ Բայց ինչու՞ չէ որ նայ այս գործընթացների Վերևը Սուրենի հետ։ կխոսեցնեմ, անպայման։ Ես չեմ ուզում խոսել, Նարեկ ջան։ Հատկապես Ինչքան որ ասեցի բավարար է։ եք առաջնորդ։ Ես չեմ։ Ձեր հետ հույսեր եք ապրում։ Հիմա եւ շատ հարցերի պատասխան են ուզում։ Մենք ենք։ Կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ սրբազան։ Այս պահին որևէ այդպիսի պահանջ չկա ձևավորած։ Բայց ինչու՞ չէ որ նայ այս գործընթացների Վերևը Սուրենի հետ։ կխոսեցնեմ,
խոսեմ, անպայման։ Ես չեմ ուզում խոսել, Նարեկ ջան։ Հատկապես Ինչքան որ ասեցի, բավարար է։ եք առաջնորդի Ես շար, Մենք- ձեր հետ հույսեր եք ապում, հիմա ես շատ հարցերի պատասխան եմ ուզում։ Հիմա այս պորնիկը մի րոպե լրագրող կոչվածը հարցնում է, որ այս պահով կա Փաշօղլու հրաժարականի պահանջը, ասում են չկա։ Բա եկել ես ինչ ես անում, պորնիկի ծնունդ, հա? Եկել ես ում ես ինչ ասում, ինչ պահանջներ ես դնում, ինչ ցանկություններ, ինչ ծրագրեր ես դրել, որի շրջանակներում գալիս ես, ասում ես ես եկել եմ, մենք եկել ենք, մենք գալիս ենք ամսինին էլ, в общем, դուրս են գալիս օպերա, եկար օպերա, հետո, հարա այդ պորնիկի ծնունդ, եթե դու նախ ասեմ ինքը օրինական էլ չի, որ պահանջեք նրա հեռացումը, հրաժարականը, որովհետև հրաժարական պահանջում են օրինական ղեկավարությունից, սրանք բոզի տղա են, սրանք թուրքի շինված, բազմակի օգտագործված ռեզիններ են, հիմա, բայց խնդիրը այլ բանի մեջ է, խնդիրը կայանում է նրանում քո ցանկությունը ինչումն է կայանում, հա? Քո ցանկությունը ինչումն է կայանում, արա, որ այսօրվա վրա դու ասում ես նրա հրաժարականը չեմ պահանջում, բա որ չես պահանջում, եկել ես ինչ ես անում, այսինքն դու համաձայն ես, որ դեռևս ինքը մենա իր սև գործը անի, մի րոպե լա, adin moment, հա, adin moment, մի րոպե, հա, Էսա մի րոպե անցնենք մի հատ ուրիշ խնդրու առարկային, Այն որևէ այդ մի րոպե, պահանջ մեքենան ասատող Բարը դուք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինչքան եք համարում։ Հիմա դրա ժամանակը չի։ Հայաստան տարածքային ամբողջականություն քննարկելու ոչ էլ այդ հարցը տեղին է ես կարծում եմ։ Դրա մասին անընդհատ խոսել ենք եւ խոսել ենք։ Հայաստանի Հանրապետությունը այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել։ Այսքանը։ Ինձ համար Հայաստանի Հանրապետության ամբողջականություն տարածքային ոչ թվերով է, ոչ սահմաններով է, ոչ էլ ինչով։ Ես վերջի մի րոպե ուշադիր լսեք, adin moment, նորից, Ինչքան եք համարում։ հիմա դրա ժամանակը չի։ մի րոպե, հա, Հայաստանի հակում են պորնիկները, տարածքային քննարկելու ոչ էլ այդ հարցը Դրա մասին անընդհատ խոսել ենք եւ խոսել ենք։ Հայաստանի Հանրապետությունը այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել։ Այսքանը։ հիմա արեք մի հատ Հանրապետության ամբողջականություն տա։ սրա խոսքերը մի հատ վերլուծենք, ասում է Հայաստանի տարածքը այնքան է, ինչքան որ զինվորը կարող է պահել, էլի, հիմա ենթադրենք զինվորը, որ չի կարողանում պահել, հա, ուրեմն Հայաստան չկա, հետո, եթե մենք ունենք այսօր պետություն, ուրեմն մենք ունենք նաև սահմաններ, ճիշտ է, այսինքն 29-ը, 109-ը, 480-ը, թե ինչ է, ըստ փաստացի ներկայացման, հիմա եթե մենք պետություն ենք, ապա բնականաբար ունենք սահմաններ, ամրագրված սահմաններ, որովհետև եթե պետություն ես, ապա բնականաբար դու ունես սահմաններ, տարածք, որի վրա դու որոշում ես, քո ժողովրդի ձայնը, քո ժողովրդի
իշխանությունը, քո ժողովրդի իրավունքները, քո պետության սահմանները, նրա անդերքը, նրա բոլոր համակարգերը, տրանսպորտ, կապ, էներգո համակարգ, ճանապարհ եւ մի րոպե լարա, նաեւ այդ եկեղեցի կոչվածները։ Հիմա եթե դու այդ սահմանները չունես, ուրեմն պետությունը չունես, ճիշտ է։ Հիմա սպորնիկի ծնունդին հարցնում են, դու Հայաստանի, տեսեք, ինչ է ստացվում։ Այսինքն մենք այսօր պետություն չունենք։ Եվ որևիցե մեկը դրան անդրադարձ չի կատարում։ Որի վերաբերյալ փաստագրական տվյալներով եւ դատական process-ներով տանում եմ։ Տարել է եւ այսօրվա վրա շարունակում եմ տանել։ Հիմի հարցը առաջանում։ Ո՞ս է դրա ժամանակը, չէ՞ պորնիկ։ Բայց դրա ժամանակը։ Այն պորնիկին, այն Սեյրան Օհանյանին, որ լրագրող կոչվածները մոտենում են հարց են ուղղում, որ այն բոլոր պայմանագրեր կոչվածները, որը ստորագրվել է այս պորնիկի կողմից, Փաշօղլու կողմից, որ դուք գաք, չեղարկելու եք, ասում է չէ։ Էբա որ պետք է չեղարկես, չեղարկես ներողություն։ Այդ դեպքում դու գալիս ես ինչ անես։ Հիմա այդ պորնիկի ծնունդ, դու կամ եւ նաեւ այն բոլորը, ովքեր էս պորնիկին, այդ սրբազան կոչվածին ձեզ համար իհարկե, Օղչարահոտի համար։ Այդ վիժվածքին ասում են սրբազան։ Այդ սրբազան կոչվածը, ասենք մանկա մսուրային երևույթ չի։ Ասենք անմեղ սունակ չի, չէ՞ ձեր գիտակցության, էլի, որ կոնկրետ նշված հարցի պատասխանը չի տալիս։ Եթե դու տարածք չունես, եթե դու սահման չունես, եթե դու չես ճանաչում քո սահմանները, դու դուրս ես եկել ինչ կապիկություններ ես անում, արա, հա? Դու եկել ես ումից ինչ ես պահանջում, բարոյականության վրա ես խաղում, մենք այսպես պիտի անենք, մենք այնպես պիտի անենք, ասի այսպես ասեց, անի այնպես ասեց, մի րոպե լար այդ պորնիկն է, ձեր ծրագիրը որն է, դու անգամ չգիտես քո տարածքը ինչքան է, բնականաբար, այս պորնիկը ոչ մեն չգիտի, այս պորնիկը նաև մեր թշնամին է, իր առաքելական կոչված ջուդա մասոնական լոժայի դուստր կառույցի հետ, որի սատանիզմը ինքն էլ է տարածում։ Հարցը առաջանում։ Այդ պորնիկի ծնունդ։ Եթե դու չգիտես քո տարած այն պաշտպանության, այն սահմանները, որ կան, քո գիտակցության մեջ, դու դուրս ես եկի ինչ պաշտպանես, ում պաշտպաներ, ասում ես ժողովուրդը այսպես, ժողովուրդը այնպես, ում ժողովուրդը, որ ժողովուրդը, որ տարածքի ժողովուրդը, այ բոզի տղա։ Հարց եմ տալիս, արիք մեծս լուրջ մատ իրար հետ քննարկենք էլի այդ բոլոր խնդրու առարկաները։ Եթե դուք Օղչարահոտ, այս պիդրին, որ անգամ չգիտի սահմանը որն է, Հայաստան ըստ ձեր գիտակցության, էլի, Արմենիան որն է, այդ Արմենիայի սահմանները որտեղ են, ինչքան են, այս պիդրից դուք կամ դուք Օղչարահոտ, սրա կողքը կայնել եք կամ սրա բդերն եք լզում, ոտն եք լպստում, ձեռն եք պաչում, այ պիդրներ, որպես ինչ եք պաչում արա, հա? Դուք էլ եք սաղը ջհուդ, հա, սուկաներ, դուք էլ եք թուրքի շինված բազմակի օգտագործված գանդոններ, արա, հարց եմ տալիս, այս պորնիկը, որոշակի գիտակցական ունեցող, գիտակցական էլի, ունեցող երևույթներին եկելա ուղորդի, հա, սրա ինչն է ուղորդում, սրա որ բառն է ուղորդող, սրա որ գործողությունն է ամրագրող, ներկայացնող, հիմնավորող, պաշտպանող, հա, հարց եմ տալիս, ուզում եմ նա հասկանամ, արա, արա, եթե մի երևույթ ինքը չգիտի անգամ, իր այն երկրի տարածքը, այն երկրի կրոնական կոչված
հա, իրանք ներկայացնում են հոգևոր եսիմ ինչ, հա, ու այդ պոռնիկը չի կարողանում ներկայացնի անգամ սահմանները, երգիրը, դու ուրեմն երգիր չունես, բա ում ես դուրս եկե, ինչ ես ներկայացնում, ինչ պահանջ ես տրծնում, այլ տվարյուգա, հա, ալո, արա հարց եմ տալիս այդ պոռնիկի ծնունդ, դու եկել ես ում ես ինչ ասում, արա, մի րոպե Դուք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինչքան եք համարում։ Հիմա դրա ժամանակը չի։ Հայաստան տարածքային ամբողջականություն քննարկելու ոչ էլ այդ հարցը տեղին է, ես կարծում եմ։ Դրա մասին անընդհատ խոսել ենք եւ խոսել ենք։ Հայաստանի Հանրապետությունը այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել։ Այսքանը։ հլը տեսեք, այսինքն եթե զինվորը չի կարում կանգնի, չի կարում պաշտպանի, ուրեմն մենք ոչ մի բան չունենք, էլի, հասկանում եք։ Ասում եմ մեր տարածքը չի ասում էլի 140 կիլոմետրը, ենթադրենք 29-ը, ենթադրենք 50-ը։ Նա ասում է այնքան է, ինչքան որ կարա պահի։ Հիմա փաստացի որ չի կարում պահի, մեր զինվոր կոչվածը չի կարում պահի։ Ուրեմն մենք փաստացի պետություն չունենք։ Արա դուք հասկանում եք ես ինչ է ասում է։ Արա ողջարաուտ այդ պիդռներ լսում եք արա։ Դուք հասկանում եք ես ինչեր եմ ձեզ բրդում։ Կամ ես լրագրող կոչվածը, որ եկել է, ասենք կարող է միտումնավոր նման հարց է տալիս։ Նա պիտի ուրիշ ձևի հարց տա։ Ենթադրենք, եթե մենք Արմենիան ենք, եթե ըստ դրանց Հայաստանն է, Հայաստան պետությունը ո՞րն է, ինչ սահմաններով է։ 30 քառակուսի կիլոմետր, 20 քառակուսի կիլոմետր, 29, 480, պետք է ասի եսա, ոնց թե, այնքան է ինչքան որ կարող է պահել, ո՞րն է, այ բոզի տղա, եթե չի կարող պահել, ուրեմն մենք չունենք պետություն փաստացի։ Այսինքն պետության կարգավիճակը, պետության սահմանումը հաշվառվում է նրա զինվորի հնարավորինս պահելու, պաշտպանելու շրջանակում։ Ասենք թե չի կարող պահել, ուրեմն պետություն չունենք։ Այսինքն այս բոզի տղան, այս պոռնիկի ծնունդը, այս սրբազանը փաստացի խոսում է մեր պետության դեմ, մեր պահանջատիրությունների դեմ, այսինքն վերացնում է մեր պահանջատիրությունները, ոչնչացնում, լսացնել է տալի, այս գանդոնին ասել են, այս պոռնիկի ծնունդին, ինքը իրա բերնով ասում է, Անգլիան ու Ռուսաստանը իրան ֆինանսավորել են, ինչի համար են քեզ ֆինանսավորել ու քեզ ինչի համար են շքանշաններ տվել, մի րոպե, один момент, հա, один момент, մի րոպե, Չկա ձևավորած։ Այս ինչու՞ չէ որ նայ այս գործընթացների վերևը Սուրենի հետ։ կխոսեցնեմ անպայման։ Ես չեմ ուզում խոսել, Նարեկ ջան, Պարզապես ինչքան որ ասեցի, բավարար է։ եք առաջնորդ Ես շար չեմ։ ձեր հետ հույսեր եք ապրում։ Հիմա եւ շատ հարցերի պատասխան են ուզում։ Մենք ենք։ Կա Նիկոլ Փաշինյան։ Այ պոռնիկի ծնունդ, եթե դու չես մենք ենք, հա, բխես ընկե առաջ գնում, հա, խես դու առաջնորդում, հա, մենք ենք ով, մենք ով եք, հա, այ պոռնիկի ծնունդներ, դուք ով եք, մենք ասելով, բանը, Ախմեդնա, հա, Էրդողան կոչված են պոռնիկնա, Ֆուցննա, մենք ով եք, այ պոռնիկի ծնունդ, վերացական խես խոսում, ով եք, դուք ով եք, հա, այ եթե դու չես, ասում ես մենք ենք, բայց մենք երեխի չեն գալիս առաջի շարք, ասեն մենք ենք, բայց դու եթե մենքի մեջ առաջնորդը չես, խես ենք առաջի շարքով գնում, հա, ով որ այդ առաջնորդում, հա, ով որ այդ ծրագիրը ներկայացնում, հա, թող ինքը մեջտեղ գա, որ ինքը այդ հարցերի պատասխանը տա,
Դու խես քեզ ապալ-թափալ գցե մեջտեղ, այ պոռնիկի ծնունդ, հա? Հիմա եթե այս պոռնիկը չի ֆինանսավորվել, շքանշան չի տրվել, ինչ է դրա մասին խոսում, հա? Եթե ինքը շքանշան չի ստացել Ռուսաստանից, հա, Անգլիայից, հա, խի է դրա մասին խոսում, ինչի է լրացուցիչ կասկածի տեղիք տալիս, հա? Մենք եկեղեցի չունենք, ինչ եկեղեցի, դրանք բոլորը մասոնսկի լոժայի դուստր կառույցներն են, ֆիլիալներն են, ինչպես նաև կույսակցություն կոչվածները։ Один момент, дорогие наши соотечественники. Мирюпе. Мирюпе. «1722 թվականի քարտեզն է ցույց տալիս, որի վրա դրոշմված է Արմենիան։ Արմենիան իր տարածքներով, որտեղ Ադրբեջան, Մադրբեջան, այնտեղ ընդհանրապես գոյություն չուներ։ Կա Ատրպատական իր Բաքուրակերտ մայրաքաղաքում, Կարճ Բաքում։ Հիմա հարց է առաջանում. ինչու Արմենիա բոլոր պետությունները, բոլոր քարտեզների վրա ամրագրված է որպես Արմենիա, բայց այս վերջի տարիների, տասնամյակների ընթացքում ներկայացում է որպես Հայաստան։ Այն էլի տարբեր քաղաքական կոչված գործիքների, գործիչներ կոչվածներով, նախագահ կոչվածներով, մակով եւ այլն, ֆլան ֆստանյոնով ներկայացում է որպես Արմենիա եւ տարածքները հանդիսանում են Արմենիայի սեփականությունը, ոչ թե Հայաստանի։ Էլի անգամ այդ Ֆուցն, Մուցն, Ադրբեջան, Մադրբեջան, որևիցե մեկը չի ասում Հայաստան։ Բոլորը ասում են Արմենիա։ Հիմա հարց է առաջանում, տեսեք, այդ հարցերը բազմիցս ձեզ ներկայացրել են, ու այդ բազմիցս ներկայացրած հարցու խնդրու առարկաների մեջ նաև ամրագրել եմ այն գլխավոր խնդրու պահանջը, որով եթե դու ենթադրենք Աշոտն ես, ունես մեքենա, դա քո մեքենան է, բայց այնտեղ որ ասեն Գարսևանն է, ասենք մուսորն էլ, հա, ըստ ձեզ գիտակցության, էլի, միլիցեն, հա, որ վերջնում է փաստաթուղթը նայում, հա, եթե ընդ կարդա Գարսևան, կասինգիր ջան, դա при чем тут դու։ Կամ եթե դու Աշոտն ես, ասում ես, էսի Գարսևանի մեքենան է, կասեն, «А при чем тут դու, ոնց ես ասում քոնն է, բա», հա։ Այսինքն տեսեք, այս բառախաղի մեջ բառի արտահայտության մեջ ամրագրվում է եւ պահանջատիրությունը եւ վերացվում է պահանջատիրությունը, որովհետեւ եթե դու գարսոն ես, դու ինչ կապ ունես Աշոտի հետ։ Եթե Աշոտինն է, Մերսեդեսը, մեքենան է, ապա գարսոյինը չի կարա լինի։ Եթե նրանք չեն մտնում իրար հետ իրավահարաբերությունների մեջ, ու ասենք վաճառում կամ նվիրաբերում կամ կտակում կամ
Բայց հիմա ուրիշ բան էլ ասեմ։ Իրավա հարաբերությունը սկսում է այն ժամանակ, երբ դու դրա իրավունքը ունես, սեփականության իրավունքը, որովհետև եթե դու մեքենայի վերաբերյալ չունենաս սեփականության իրավունք, այսինքն դա չի հանդիսանում քո սեփականությունը, ապա որևիցե մեկը դա չի կարող տնօրինել, չի կարող վաճառել, նվիրաբերել, կտակել, իրավա հարաբերությունների մեջ մտնել, այսինքն առևտուր, տալ եւ այլ, առնել եւ այլ։ Հիմա հարցը առաջանում։ Այդ տարածքները որ կան, ում սեփականությունն է, հա? Պորնո քորի, պորնո Ռաուֆի, թուրքիշինված Խերժոյի, Փաշօղլու ու համակարգ մուսորների եւ այլ, որ մեկի սեփականությունն է, թող գան ցույց տան ասեն, հեսա մեր սեփականությունն է, իրանք ներկայացնեն ասեն, մեր կնիկների ворնա, ուզում ենք ծախում ենք, ուզում ենք նվիրում ենք, ուզում ենք հանում ենք տրաս, որ շինե։ Հիմա հարցը առաջանում։ Ունեք այդ սեփականության վկայականը, այդ սեփականության իրավունքը ունեք, որ դրա ձեր կնիկների ворնա, այն էլ ձեր կնիկը պետք է թույլ տա, պետք է համաձայնացնեք նրա հետ, որ ասեք խոսքի Փաշօղլու կնգա անունը Աննա է, ասի Աննա ворը տալիս եմ Ախմեդին, համաձայնես, հիմա ինքը կարող ասի չեմ ուզում, ես ուզում եմ Ֆուցենին տաս, օրինակ եմ ասում, կամ Էրդողանին ավելի լավն է, Էրդողանին տարտուր, օրինակ եմ ասում, էլի եթե առևտուր են անում, էլի իրար հետ, կամ Խերժոյի կնիկա, կամ Ռաուֆի Բելանա, կամ Քորի կնիկնա, այդ իրանց կնիկը որոնի էլի պիտի համաձայնեցված կարգով մի հատ լիազորագիր տան կնիկների իրանց էլի, որ խոսքի իրանց մարդ կոչվածները, Փաշօղլին, Խերժոն, Ռաուֆը, Քորը, իրավունք են ստանձնել, իրավունք են տվել լիազորություն, որ իրանց ворի վերաբերյալ առևտուր անեն։ Բայց այդտեղ հարցը առաջանում։ Այս մեր տարածքները, մեր Արմենիան, այդ իրանց կնիկների ворն է, հա? Որ տան, ծախեն, նվիրաբերեն, դեմալիտացիա անեն, դեմարկացիա անեն, հարց են տալիս։ Կամ այդ մուսորների կնիկների ворն է, որ իրանք տալիս են, առնում են, նվիրում են, պահում են, աջակցում են տվողին։ Հարց եմ տալիս, էլի, արեք մեկ լեզ լուրջ իրար հետ վերլուծենք այդ ամենը, հարգելիներս։ Եթե դա իրանց կնիկների ворը չի, որի վերաբերյալ իրանք ստացել են լիազորագիր, որ իրանք կարան իրանց կնիկների ворը ծախեն, նվիրեն, առևտրի առարկա դարձնեն, ապա որևիցե մեկը նաև իրավունք չունի։ Հարց եմ տալիս, այլո, բայց մի անցնենք էլի լուրջ հարցերի։